Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Ելից Քիրք 29-րդ գլուխ Ահարոնի եւ իր որդիներուն նվիրումի հրահանգներ։ Ահավասիկ ինչ որ անոնց պիտի անես, զանոնք սրբացնելու համար, որբեսի ինձի քահանա ալան։ Արչարներեն զվարակմը ու երկու անարատ խոյ առ, նաեւ փաղարջ, յուղով շաղված անխմոր գարգանտակներ ու յուղով օծված անխմոր լավաշներ։ Ասոնք շինե ծորենի նաշիհով, զանոնք թիր սագարիմը մեջ եւ զանոնք մադուցանե սագարին մեջ զվարագին ու երկու խոյերուն հետ։ Ահարոնը եւ անոր որդիները մոդեցուր հանդիպումի վրանին մուտքին ու զանոնք ճուրով լվա։ Հակուստները առ եւ Ահարոնի հակցուր պատմուջանը, Եփուդին բարեկոդը, Եփուդն ու լանչաբանագը եւ զայն փաթե Եփուդին ժաբավենով։ Խույրը թիր անոր գլուխը ու սուրբ բսակը թիր խույրին վրա։ Հետո օձումի յուղը առ եւ անոր գլուխին վրա տապելով օձեզայն։ Անոր որդիները մոդեցուր, անոնց բատմուջաններ հակցուր, անոնց մեջքը կոդիգաբե, այսինքն Ահարոնի եւ անոր որդիներուն։ Անոնց գլուխը աբարոշներ փաթե ու քահանայությունը իրենց թողլա հավիդենական կանոնով։ Այսպես նվիրե Ահարոնը եւ անոր որդիները։ Զվարագը մոդեցուր հանդիպումի վրանին արջև եւ Ահարոն ու անոր որդիները իրենց ցերկերը թողտնեն զվարագին գլուխին վրա։ Դիրոջ արջև մորթե զվարագը հանդիպումի վրանին մուտքը։ Զվարագին արյունեն առ եւ մադովը թիր զոհասեղանին եղջյուրներուն վրա, իսկ մնացած ամբողջ արյունը թափե զոհասեղանին հադագը։ Փորոդիկը ծածկող ամբողջ ջարբը, լիարտին վրա եղող թաղանթը, երկու երիգամունքը եւ անոնց վրա եղող ջարբը առ ու զոհասեղանին վրա այրե։ Բայց զվարագին միսը, անոր մորթը եւ անոր թրիկը գրագով այրե փանագավայրեն դուրս, ասիգա մեղքի բادرակ մնե։ Խոյերեն մեկը առ ու Ահարոն եւ անոր որդիները իրենց ցերկերը թողտնեն խոյին գլուխին վրա։ Այդ խոյը մորթե անոր արյունը առ ու սրսկե զոհասեղանին վրա փոլորացև։ Խոյը գդորներու բաժնե, անոր փորոդիկը եւ թաթերը լվա ու զանոնք թիր անոր գդորներուն եւ գլուխին վրա։ Հետո ամբողջ խոյը այրե զոհասեղանին վրա, ասիգա ողջագեզ է դիրոջ, անուշահոտ բادرակ մնե դիրոջ։ Մյուս խոյնալ առ ու Ահարոն եւ անոր որդիները իրենց ցերկերը թողտնեն խոյին գլխուն վրա։ Խոյը մորթե ու անոր արյունեն առ ու թիր Ահարոնի աջ ագանչին փլտագին վրա, անոր որդիներուն աջ ագանչին փլտագին վրա, անոնց աջ ցերկին փտամադին վրա եւ աջ ոտքին փտամանդին վրա, իսկ մնացած արյունը սրսկե զոհասեղանին վրա փոլորացև։ Հետո զոհասեղանին վրա եղող արյունեն ու օձումի յուղեն առ եւ սրսկե Ահարոնի վրա ու անոր հակուստերուն վրա եւ անոր հետ իր որդիներուն ու որդիներուն հակուստերուն վրա։ Այսպես պետք է սրբանան ինք եւ իր հակուստերը ու իրեն հետ իր որդիները եւ որդիներուն հակուստերը։ Աբա խոյեն առ ջարբն ու թմագը, փորոդիկը ծածկող ջարբը, լիարտին վրայի թաղանթը, երկու երիգամունքը, անոնց վրա եղող ջարբը եւ աջ զիստը, որբեսի ասիգա նվիրումի խոյ է, որովհետեւ ասիգա նվիրումի խոյ է, նաեւ առ դիրոջ արջև եղող փաղարչի սագարեն, մեկ հացի նգանակ, մեկ յուղով հացի գարգանտակ եւ մեկ լավաշ, ու բոլորը թիր Ահարոնի ապը եւ անոր որդիներուն ապը, ու զանոնք դիրոջ արջև մադուցանե իբր երերցնելիք ընձա։ Հետո անոնց ցերկեն առ զանոնք եւ զոհասեղանին վրա, ողջագեսին վրա, այրե դիրոջ արջև անուշ հոդի համար, ասիգա բادرակ մնե դիրոջ։ Ահարոնի նվիրումին համար պատրաստված խոյին երբուձը առ ու զայն դիրոջ արջև մադուցանե իբր երերցնելիք ընձա, ադիգա քուփաժինը թողլա։ Ահարոնի համար եւ անոր որդիներուն համար եղող նվիրումի խոյին երերցնելիք երբուձն ու բարձրացնելիք զիստը սրբացուր, ասիգա հավիդինական կանոնով Ահարոնի եւ անոր որդիներուն թողլա, Իսրայելի որդիներուն կողմե, որովհետեւ ասիգա բարձրացնելիք ընձա է։ Անբարձրացնելիք ընձա թողլա Իսրայելի որդիներեն, իրենց խաղաղության զոհերեն, իրենց բարձրացնելիք ընձան թողլա դիրոջ։ Ահարոնի սուրբ հակուստները իր մեջ իր որդիներուն թողլան, որբեսի
անոնցմով օծվին ու անոնցմով նվիրվին։ Իր որդիներեն ան որ իր դեղը քահանա է, թող հագնի զանոնք 7 օր, երբ հանդիպումի վրանը մտնե սրբարանի մեջ բաշտոն գադարելու համար։ Նվիրումի խոյը առ ու անոր միսը սուրբ դեղմը եփե։ Ահարոն եւ իր որդիները թող ուդեն խոյին միսն ու սագարին մեջի հացը հանդիպումի վրանին մուտքը։ Անոնք թող ուդեն այն բաները, որոնցմով կապություն եղավ զիրենք նվիրելու եւ սրբացնելու համար։ Օդարմը անոնց մե թող չուդե, որովհետեւ անոնք սուրբ են։ Եթե նվիրումի միսեն ու հացեն մինչև արդու մնա, այդ մնացածը գրագով այր է, անթող չուդվի, քանի որ սուրբ է։ Ահարոնի եւ անոր որդիներուն այսպես է, բոլոր քեզի բադվիրածներուս համացայն։ 7 օրվան մեջ կդարե անոնց նվիրումը։ Օրը մեկ զվարակ իբր մեղքի բادرակ ընծայ է կաբության համար։ Զոհասեղանը մեղքի մակրե, երբ անոր համար կաբություն ունես եւ զայն օձե սրբացնելու համար։ Զոհասեղանին համար 7 օր կաբություն օրե ու զայն սրբացուր։ Զոհասեղանը ամենասուրբ պիտի ըլլա, ինչ որ զոհասեղանին թփչի, սուրբ պիտի ըլլա։ Ամենօրյա ընծաներ։ Զոհասեղանին վրա ընծայելիք զոհդ սա է, շարունակ ամեն օր մեկ դարեգան 2 քար։ Մեկ քարը արդուն ընծայ է, իսկ մյուսը քարը իրիկվան թեմ ընծայ։ Նաև մեկ կարին հետ ընծայ է 1/10 նաշի, քարորդ հիմեն ձեծված յուղով շաղված ու թապելիք նվերին համար քարորդ հիմեն քինի։ Մյուս գարը իրիկվան թեմ ընծայ է, զայն ընծայ է արդվան հացի ընծային պես եւ անոր թապելիք նվերին պես, իբր անուշահոտ բادرակ տիրոջ։ Ասիկա ծեր սերունդներու մեջ մշտադեv ողջագեզը լա տիրոջ արջև, հանդիպումի վրանին թրանքով, ուր ցեզի պիտի հանդիպիմ քեզի հետ խոսելու համար։ Հոն Իսրայելի որդիներուն պիտի հանդիպիմ ու վրանը իմ փառքովս պիտի սրբացվի։ Հանդիպումի վրանը եւ զոհասեղանը պիտի սրբացնեմ։ Ահարոնն ու անոր որդիներն ալ պիտի սրբացնեմ, որբեսի ինձի քահանայություն կատարեն։ Իսրայելի որդիներու մեջտեղը պիտի փնագիմ եւ անոնց Աստված պիտի ըլլամ ու պիտի գիտնան թե ես եմ դերը իրենց Աստվածը, որ Եգիպտոսի եգրեն հանեցի զիրենք իրենց մեջտեղը փնագելու համար։ Ես եմ դերը իրենց Աստվածը։ Փառք քեզ Դեր Աստված մեր։ Ամեն։